եկել եք եւ այստեղ մայրատոր Սուրբ Էջմիածնում աջակցելու ճշմարտությանը։ Մեր տղաներն ու աղջիկները, որ վերևում բղավում են, էլի մերն են, մենք բոլորի սիրում ենք, ինչպիսի մարկանուններ են, որ լինեն, և գիտեք, բոլորը մեր քրիստոնյա հավատացյալներն են, այս նրանք բոլորը շփոթության մեջ են, որովհետև մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության, ամենայն Հայոց կաթողիկոսը պիտի ծառայի հայ ժողովրդին և Հայաստանին, և սա է կարևորը, այստեղ Էջմիածնի և եկեղեցու դեմ ոչ ոք չի գործում, մենք բոլորս մայրատոր Սուրբ Էջմիածնի զավակներն ենք, միայն բղավելով չի, այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր պետականության կողքն ենք, մեր մայրատոր Սուրբ Էջմիածնի Եվ ասպաս կրկին պիտի վերադառնա, կրկին Սուրբ Հոգին կանչել, մեր ժողովուրդը միավորվում է։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ամբողջ ժողովրդին իր աջակցությամբ, մեր հոգևոր դասին, որտեղ այսօր այստեղ կանգնած ենք, բայց համոզված ենք, որ մեր ժողովուրդը մեր հետ է և մեր հոգևոր դասն էլ է մեր հետ։ Մենք շնորհակալ ենք նաև մեր բոլոր ուժային մարմիններին, ովքեր որ այստեղ պաշտպանում են անվտանգությունը, բղավելով և հարցերով մենք այսօր այստեղ մեր նամակը հրաժարականի պահանջի, կանցել ենք արդեն, հատուղավիշ հարցերով չի ստացվի, մենք այսօր այստեղ եկանք, մեր նամակը հրաժարականի պահանջի, կանցել ենք արդեն, հատուղարություն, մեր անհաջելություն այս մային ավարտված է, հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք, ձեզ հետ միասին խնդրում եմ, Հարիկվացուն թեմի հարգելի հետևողներ, ինչպես տեսնում եք, մայր տաճարի առջև իրավիճակը խիստ լարված է, այստեղ ելույթ է ունենում Վազգեն Միրզախանյանը, սակայն այստեղ հավաքված քաղաքացիները